Okay, ողջույն բոլորին, մեր հաջորդ դասի ներկայացուցիչներին, օգտվելով առիթից, որտեղ միջազգային մանավանդ տարածաշրջանի խնդիրները Իրանի եւ Իսրայելի Միացյալ Նահանգների հետ պայքարի հետ կապված շատերի մոտ են հարցեր առաջացրել ու ինչպես միշտ, այդպես ասած, երբ որ ինչ որ ճգնաժամ ալնում քաղաքական, չգիտեմ, պատերազմի եւ այլն, մեկ էլ մարգարեները, ճակերտավոր մարգարեները սկսում են բարձրանալ, սկսում են դրսևորվել, մարգարեանալ, ինչ անկապ, ամբաղ, զամբաղ մարգարեություն ասել, սկսում է հնչել։ Երբեմն ավելի շատ գուշակության ու կանխատեսման, քաղաքական հաշվարկի անգամ տեսքով, այտենց քան թե իրականում լուրջ Աստծոց ուղղված մարգարեություններ։ Ու այս իմաստով կարևոր է, որպեսզի Աստծո մարդը եկեղեցին միշտ պատրաստ լինի հասկանալու մարգարեությունները, ընդհանրապես ճիշտ, հա, աստվածային, եւ ունակ լինելու զանազանելու, որպեսզի այդ թոուբոյի այդ, չգիտեմ, աղաղակների մարգարեական տենց հավակնող, հա, մարգարեների այդպես հոսքը չշեղի, չմոլորեցնի, չխախտի, հա, այդ ճշմարտությունից, որ Տերը մեզ փոխանցել է։ Չգիտեմ, գուցե դուք հետևում եք ու տեսած կլինեք, որ շատերը սկսում են տենց ակտիվանալ, Տերը ասում է, չգիտեմ, Իրանի փախստականները սենց են լինելու, փաստացի հակառակը, հիմա բոլոր թե Թուրքիայում, թե նույնիսկ Հայաստանում սահմանների մոտ ավելի շատ իրանցի վերադառնում է Իրան, քան Իրանից հեռանում են։ Ավելի շատ Իրանից հեռանում են ոչ իրանցիները, ովքեր այնտեղ ինչ-որ աշխատանքային կամ այլ պատճառներով են տուրիստները, հա։ Ես անցած շաբաթ, երբ որ գնացի իրանական սահման, մեր ընտանիքներից մեկին բերելու, հիմնականում եկողները կամ հայերն էին, պարսկահայեր, կամ չինացիներ էին, կամ այլ ազգի։ Պարսիկներ կային, բայց շատ ավելի քիչ։ Ու հակառակը հոս կար, երիտասարդ պարսիկներ կային, որոնք վերադառնում էին։ Ու այդ ֆոնի վրա նման մարգարեությունները, որոնք շատ տենց, չգիտեմ, ավելի շատ ինչ-որ կանխատեսության պատճառով են, մարդիկ, ովքեր ուզում են մարգարե ճանաչված լինեն, հա, իրանց այդպես տեսնեն, որտեղ տենց, չգիտեմ, իրանց համար դա պատիվ է կամ փառավորվելու միջոց է, օգտվում են այդ առիթներից, հա, ու ինչ-որտեղ ակնհայտ կարծում եմ կանխատեսություններ են անում, այդ հեսա Իրանին հարվածեցին, չէ, վտանգ եղավ միջուկային եւ այլն, բնական է իրանցիները կփախնեն ու այդ մարգարեությունը ինքը մարգարեն է։ Ես այսպես ասեմ, մի քանի չափանիշներ կա, որով մենք նաեւ կդիտարկենք, չեմ ասում բոլոր այդ մարգարեությունները սխալ են, քավլիցի, բայց նաև այնպես չի, որ ով տեղից բարձրացավ ասեց, ես մարգարե եմ, Տերը այսպես ասում, պետք է այտենց ականջներս կախ, գլուխներս կախ ընդունենք ամեն մեկի ասածը։ Պետք է հասկանալ ինչ է մարգարեությունը, ովքեր են մարգարեները, ինչպես է գործում, ինչ չի, ինչպես չի գործում եւ ով չի մարգարեն։ Մարգարեի մարգարեության իրականությունը սկսում է հենց ամենասկզբից, հա, դա այն իրականությունն է, երբ որ Աստված ինչ-որ մեկի միջոցով խոսում է այլոց, հա, մարգարեությունը դա այլոց, Աստծո խոսքն է այլոց ուղղված ինչ-որ մեկի միջոցով։ Աստծո մոտ դրանք մարդիկ են եղել, Աստծո մոտ դրանք հրեշտակներ են եղել, Աստծո մոտ նույնիսկ կենդանի է խոսել, ու այն էլ խոսել է մարգարեին, մարգարեին, որ պետք է Աստծո հենց ինքը խոսել Աստծոց, իրան Աստված խոսեց, ամոթանք իրեն, հա, խոսեց իր էշի միջոցով։ Պետք է նաև հստակեցնել, որ կա մեծ տարբերություն հին կտականանյան մարգարեական իրականության եւ նոր կտակարանի մարգարեական իրականության։ Երկուսն էլ նույն տերմինով են նկարագրում մարգարեություն, մարգարե, բայց իրանց ֆունկցիոնալ իմաստով, ֆունկցիոնալիոնից բովանդակային իմաստով բացարձակ տարբեր են իրարից։ Եփեսացիների 2-րդ գլխում կարդում ենք, որ
եկեղեցին հիմնվել է առաքյալների եւ մարգարեների հիման վրա։ Եվ սա նոր կտականի մարգարեներն են, հին կտականի մարգարեությունը չի։ Թեև նոր կտականի թե առաքյալները, թե մարգարեները դիտարկելով ինչ որ հին կտականում մարգարեությունների մեջ վերաբերվում էր իրենց մեր ժամանակին, հա, կամ Հիսուսի անձին, կամ եկեղեցուն, ֆիլտրել են դա, փոխանցել են մեզ, հա, եւ այս խոշոր իմաստով, ինչը մեզ անհրաժեշտ է, հին կտականյան մարգարեություններից նոր կտականում արդեն։ Ոչինչ չկա հին կտականում, որը նոր կտականում մեզ չի փոխանցվել առաքյալների կամ մարգարեների միջոցով։ Փոխանցման երկու ձև կա։ Մի ձևը դա ադապտացիոն ձևն է, այսինքն երբ որ նոր կտականի հեղինակը, դա կլինի առաքյալը կամ մարգարեն ասենք, դիտարկելով հին կտականի որևէ մարգարեություն, այդ նույն մարգարեությունը որպես մարգարեություն փոխանցում է նոր կտականի մեջ, որպես մեր համար կատարվող իրականություն։ Թեև գուցե այն ժամանակ մարգարեությունը տրվել է ոչ այն նպատակով, որ մեր համար է, հա, նոր կտականի եկեղեցու, որովհետև Իսրայելի համար, հին կտականյան Իսրայելի համար, ոչ թե ժամանակակից Իսրայելի համար, այլ հին կտականյան Իսրայելի համար բոլոր մարգարեությունները իր մասին են։ Այսինքն Իսրայելը չէր դիտարկում որևէ մարգարեություն, որը իրենից դուրս եղող մեկ այլ իրականության, մանավանդ իրանից առավել իրականության մասին կարող է լինել, որն է եկեղեցին։ Իսրայելը կույր էր եկեղեցու համար, Իսրայելը չի տեսնում եկեղեցուն, նախ պարզ պատճառով, որ Իսրայելը չի տեսնում Քրիստոսին նախ։ Քանի որ չի տեսնում Քրիստոսին, չի տեսնում Քրիստոսի եկեղեցուն, հա։ Դավան հին կտականյան մարգարեների ֆոկուսը դա Իսրայելն էր, Աստված եւ իր ժողովուրդը, որը Իսրայելն էր։ Նոր կտականի ֆոկուսը դա Աստված է եւ եկեղեցին, աշխարհը ամբողջ, միայն եկեղեցին էլ չի։ Աշխարհը եկեղեցու միջոցով կարելի ասել։ Ուսանք տարբեր ֆոկուսներ են, թե հին կտականի ֆոկուսը մի ժողովրդի վրա էր, նոր կտականի ֆոկուսը եկեղեցով ողջ աշխարհի վրա է։ Աստված այնպես սիրեց աշխարհը, սա Աստծո ֆոկուսն է, եւ մարգարեական հայացքն էլ, հա, խոսքն էլ նոր կտականի վերաբերվում է ամբողջ աշխարհին, համայն մարդկությանը կարելի ասել։ Եկեղեցու միջոցով, եւ ոչ միայն եւ ոչ թե ուղղակի մի ժողովրդի։ Սա, այսպես ասած, մեծ զումի, մեծ պատկերի ընկալումն է, որով խաչը բաժանություն է բերել մարգարեական ծառայության ֆունկցիայի իմաստով։ Հին կտականի մարգարեական ֆունկցիան վերաբերվում է մի ժողովրդին, որի միջոցով նոր կտականի հեղինակները այն ինչը մեզ համար էր նաև փոխանցել են արդեն։ Ինչպես ասի, մի մեթոդը դա ադապտացիոն մեթոդն էր, երկրորդ մեթոդը կիրառական մեթոդն է։ Կիրառական մեթոդը սա էր, որ ոչ թե հին կտականի մարգարեությունը որպես մարգարեություն է փոխանցված, օրինակ Մատթեոսը շատ անում ադապտացիոն մեթոդով, Օվսիայի հատուկ հատվածը, կհիշեք Օվսիայի մարգարեության, որ երբ որ Իսրայելը փոքր էր, հա, ես իմ տղային կանչեցի Եգիպտոսից, չէ, իմ տղային Եգիպտոսից կանչեցի, այս սա կասեմ Օվսիայի, որ Օվսիա 11:1-2-ն է։ Եվ Մատթեոս 2:15-ում Մատթեոսը այդ նույնը ինչ որ Աստված ասում էր Իսրայելի համար, եւ Իսրայելը հասկանում էր Իսրայելի համար, բոլոր ռաբիները, մեկնաբանությունները հասկանում էին Օվսիան վերաբերվող Իսրայելին որպես իր որդի, բայց Մատթեոսը այդ մարգարեությունը, որ օգտագործված է Իսրայելի համար, կիրառում է մի անձի համար, Հիսուսի անձի համար, որին հրեշտակը գիշերով, որի հորը Հովսեփին, հա, հրեշտակը գիշերով գալիս ասում է վերցրա մանուկին եւ գնա այստեղից, գնա Եգիպտոս, որտեվ Հերովդեսը փնտրում է երեխայի կյանքը, հա, եւ Հովսեփը գնում է Եգիպտոս հրեշտակի մարգարեությամբ, կարելի ասել, հա, եւ Մատթեոսը ասում է սա նրա համար է, որպեսզի կատարվի այդ մարգարեությունը։ Այսինքն այդ մարգարեությունը չի կատարվել դեռ, Իսրայելի վրա չէր կատարվում։ Ինքը տրվեց Իսրայելին, բայց մարգարեության հեղինակը կատարման, իրականացման։ Այսինքն այդ
մարգարեությունը տրվել էր, որպեսզի իրականանար Հիսուսի համար, ոչ թե Իսրայելի համար։ Հա, Մատթեոսը օգտագործում է, ու շատ տեղերում, հա, կամ 26-ն է, վերջի խոսքն է Մատթեոսի 2-րդ գլխի, երբ որ ասում է վերադարձավ Հերովդեսի մայից հետո, երբ որ Հովսեփը նորից հրեշտակը հայտնվում է, ասում է հիմա էլ վերադարձի, որտեղ մահացան, ինչի է հրեշտակը հայտնվում, ասում վերադարձի, ոնց որ մեկ գուցե արդեն մարդիկ տեղավորվել էին, աշխատանք ունեին, դա հեշտ չի, չէ, գնաս մի քանի տարի հետո հետ գաս, այդ տեղափոխումները հեշտ չի, չէ, ընտանիքին։ Ու հաստատ լսել էր, որ Հերովդեսը մահացել է, այդ լուրերը հասնում էին, չէ, որ Հովսեփը անտեղյակ էր այդ լուրից, հա, պետք էր իրան ուղղակի տեղեկացնել։ Այլ ինքը վստահ չէր վերադառնալու է, թե չէ, կամ երբ է ժամանակը, կամ ինչպես է։ Մեկ որ Աստված իր սկսած գործը կիսած չի թողնում, հա, ինքը մարգարեությամբ ինչպես բերեց Եգիպտոս, այդպես էլ մարգարեությամբ Եգիպտոսից բերեց հետ։ Եվ որպեսզի Օվսյան կատարվի, բայց երբ որ գնաց Նազարեթում բնակվեց, Մատթեոսը հետաքրքիր խոսք ասում 26-ում, որպեսզի կատարվի մարգարեների ասվածը կամ մարգարեի ասվածը, որ Նազովրեցի պիտի կոչվի, բայց դուք չեք գտնի տենց մարգարեություն։ Ավելի շատ այն նվիրյալների մասին է խոսքը, այո, բոլոր նրանք, ովքեր պիտի ում Աստված կանչում էր իրան նվիրյալ լինելու, Նազովրեցի լինելու, իրանց մասին, այսինքն Աստված երբ որ կանչեց Եգիպտոսից, կանչեց Նազովրեցի լինելու, հա, ու այս խորհուրդը հասկանալով Մատթեոսը ներկայացնում է, դա ադապտացնում է, այդպես ասած։ Դրա համար դա կրկնություն չի, այլ ադապտացիա է, որովհետև կրկնությունը նշանակում է, որ նույն բանը ասում է այլ մարդու, ադապտացիա նշանակում է ասված խոսքը այլ իմաստով վերաբերվում է այլ մարդու կամ այլ անձանց այլ խմբի։ Երկրորդ ձևը, որով առաքյալները ու նոր կտականի մարգարեները մեզ փոխանցել են ինչ որ կա հին մարգարեական, հին կտականյան մարգարեական գրքերում ուսուցման ձևով է։ Շատ տեղերում ուսուցումները, վարդապետությունները առաքյալների հղում ունեն, իրենց մեջ պարունակում են տարեր, որոնք ասվել է մարգարեների մեջ, բայց հատուկ չնշելով, որ սա այս մարգարեի խոսքն է կամ այն մարգարեի խոսքն է։ Սրա լավ օրինակը տեսնում են Գործք առաքելոց 15-րդ գլխում, երբ որ հավաքվում են ժողովի, քննարկելու հեթանոսները թլպատվեն, չթլպատվեն, օրենքը պահեն, թե չպահեն, եւ երբ որ Պետրոսն ու Հակոբոսը վերջնական իրենց հեղինակային խոսքն են ասում են, այս մարգարեներն էլ են սրա մասին ասում, չէ, բայց երբ որ նամակ են գրում, ոչ մի մարգարեական խոսք չեն հիշատակում։ Իրանց հղում անում են մարգարեներից, Պետրոսն էլ բանել, Հակոբոսն էլ, բայց որևէ, երբ որ նամակ են գրում արդեն, այսինքն ուսուցում են կազմում, հա, վարդապետություն են տալիս, որպես առաքյալներ, ոչ մի հղում չեն անում, չեն ասում ինչպես Օվսյանը ասե, ինչպես չգիտեմ ես ինչն ասե, չէ, ասում են մեզ բոլոր հավաքվածներից, այսինքն առաքյալները իրանց հեղինակությունը ավելի բարձր էին տեսնում, քան հին կտականի մարգարեությունը։ Դա համար երբ որ արդեն իրենք էին խոսում, անկախ նրանից թե աղբյուրը ինչից էր, խոսում են իրենց հեղինակությունից, հա, որ ավելի բարձր էր, քան հին կտականի մարգարեությունները։ Օրինակ ասում են մեզ հավաքվածներից եւ Սուրբ Հոգին հաճելի եղավ, չէ՞։ Ճիշտ ոնց որ էլի մարգարեական միջավայր է նկարագրում, չէ՞, ոնց որ Սուրբ Հոգին մենք խոսում Աստված, մենք դա հենց նոր կտականի կանոնն է, նոր կտականի իրականությունն է։ Թեև օգտվելով հին կտականի հայտնություններից, բայց մենք ուրիշ նոր կտականյան հեղինակությունով ենք, հա, առաքելական հեղինակությունով ենք դիտարկում վարդապետությունները։ Սա կարևոր է, կարծում եմ հասկանալ եւ օգտագործել առաջ գնալու համար։ Հիմա այս իմաստով նաեւ նոր կտականի մարգարեությունները կամ մարգարեական իրականությունը, որը հենվում է այդ երկու կարևոր առաքելական եւ մարգարեական ծառայությունների վրա, ունի իր առանձնահատկությունը նրանով, որ
վարքյան, ես իմ տեքստս վերադարձնեմ, նրանով, որ մեծ այդ հիմնային առաքելական մարգարեական ծառայությունը, որը դիտարկելով 5 կտականի մարգարեությունները, տալիս է նոր կտականի վարդապետության, ճշմարտության ճանաչողության իրականությունը, շարունակում է նաև նոր կտականյան մարգարեական ծառայությամբ, պարգևով կամ կոչումով այս կոնտեքստի մեջ, ոչ 5 կտականյան կոնտեքստի մեջ։ Դա համար երբ որ նոր կտականից որևէ մեկը իրան 5 կտականի մարգարեի տեղ է դնում եւ սկսում է 5 կտականի մարգարեի ձևով արտահայտություններ անել կամ եւ այլն, այդ խոսում է այդ մարդը չէ հասկանում, вообще երևի կանչված էլ չի, կապել չունի մարգարեական իրականության հետ, որտեղ նոր կտականի մարգարեական մշակույթը, այդպես ասած, իրականությունը, փիլիսոփայությունը, ինչ բառ ուզում ենք կարող ենք դնենք այդտեղ, կարևոր իմաստը հասկանանք, չի կրկնօրինակում 5 կտականի։ Նոր կտականի մարգարեությունը Պողոս առաքյալն այսպես ասում առաջի Կորինթացիս 14-րդ գլխի 2-ից 4 խոսքերում, որ մարգարեությունը տրվում է կընթերցենք 2-ից 4-ը, որտեղ լեզվով խոսողը մարդկանց հետ չի խոսում այլ Աստծո հետ, սրա մասին անդրադարձել ենք, չենք նորից կրկնվի, որտեղ ոչ ոք չի հասկանում նրան, բայց նա հոգով խորհուրդներ է հայտնում, իսկ նա ով մարգարեանում է, մարդկանց է խոսում, ով որ մարգարեանում է։ Սա չի ասում մարգարեն, ով որ մարգարեանում, որտեղ 5 կտականում հատուկ էր մարգարե լինելը, նոր կտականում կան հատուկ մարգարեներ, բայց բոլորը կարող են մարգարեանալ։ Եթե 5 կտականում Աստված կանչում էր ոմանց լինելու մարգարեներ, իր Իսրայելի ժողովրդի մեջ, որը մարգարեական ժողովուրդ էր։ Մարգարեական էր ոչ թե ինքը մարգարեանում էր, այլ իր գործը, իր ծագումը, իր լինելը, օրենքը, իր ամեն ինչը մարգարեական էր, հայտնությունն էր Աստծո աշխարհին, Իսրայելի միջոցով։ Դա համար խոսում է, որ տրվեց Իսրայելին, որ մինչև երկրի ծայրերը իմ լույսը կլինես, երկրորդ օրինացում տեսնում ենք, որ կանչվել էր ազգերին լույս լինելու համար, Իսրայելը։ Դրանով ինքը մարգարեական ժողովուրդ էր։ Ու սա էր պատճառը, երբ որ այդ բան մարգարեն եկավ անիծելու Բաղամը, եկավ անիծելու Իսրայելին, ինքը երբ որ բարձրացավ, տեսավ Իսրայելին ու Աստված խոսեց, ինքը հասկացավ, որ ինքը գործ ունի մի հատ մեծ կարևոր ծրագրի հետ Աստծո։ Սա ոչ թե ուղղակի մի հատ ժողովուրդ է, որին պետք է անիծել, որտեղ այս թագավորը խնդիր ունի։ Սա ավելի մեծ է իր անկալումից, այս թագավորի անկալումից։ Մենակ Աստված է անկալում, սա մեծ բան է։ Դա համար ինքը առաջի իր մարգարեությունը որ հռչակեց, ասեց այս ժողովրդի դեմ ոչ մի կախարդություն չի գործելու։ Աստված է իր մեջ, Աստված է, Աստծո ժողովուրդ, Աստված ծրագիր ունի իրանց հետ։ Աստված նպատակ ունի, դա համար ինչ անեց, ինչ ուզում եք արեք, չի լինելու, Աստված է տանում։ Սա սովորական ժողովուրդ չի, որ այն ժամանակ միջին արևելքում անդադ կռիվներ էին լինում, ով կարողանում էր հաղթում էր։ Սա այդ դեպքը չի հասկանում Բաղամը։ Սա Աստծո ժողովուրդ, Աստված ծրագիր ունի սրա հետ։ Սրանք կարևոր են, ինչ որ գործ անում Աստված իրանց միջոցով։ Բայց Իսրայելի ամեն մեկը մարգարե չէր։ Դա համար Մովսես ասեց երանի թե ողջ Իսրայելը մարգարեանար։ Հիշում եք այն 70 ծերերի վրա, որ եկավ մարգարեական հոգին, երկուսը բանակում էին մնացել, չէ, ու Հեսուն ասեց, արգելի իրանք ոնց որ սխալ տեղում են մարգարեանում։ Մովսես ասեց, երանի թե ողջ Իսրայելը մարգարեանար։ Այսինքն չկար այդ հոգու մարգարեական դրսևորումը 5 կտականում բոլորի իմաստով։ Իսրայելը մարգարեական ժողովուրդ էր հայտնելու Աստծուն, բայց ամեն իսրայելացի չէր կարող մարգարեանալ։ Ի տարբերություն նոր կտականի, մենք թե մարգարեական ժողովուրդ ենք, որպես եկեղեցի, բայց նաև ամենքս բոլորը կարող են մարգարեանալ։ Մենք գանք դրան։ Հիմա մարգարեության նպատակը, նա ով մարգարեանում է, դրա համար Պողոս այսպես ասում 7 խոսքում չի ասում մարգարեն։ Մի քիչ ավելի ուշ կտեսնենք, որ ինքը կասի մարգարեները, որոնք ի պաշտոնե կոչումով, պարգևով մարգարեներ են, բայց նա ով մարգարեանում է, դա ով էլ ասես կարող է լինի այսպես, որովհետև եկեղեցին
ոչ միայն մարգարեական ժողովուրդը, այլ մարգարեների ժողովուրդը, այդպես ասած։ Խոսում է մարդկանց շինություն, մխիթարություն եւ սփոփանք տալու համար, հա, շինություն, հորդորանք, մխիթարություն։ Երեքն էլ դրական բաներ են։ Ու երեքն էլ կիրառվում է տկարանալու, ցավի, կորուստի, նեղվելու, հա, այսինքն կարիքի լրացման համար։ Մարգարեությունը այստեղ չի տրվում, որպեսզի, չգիտեմ, Մեր գրանձիոս մեծ ինչ-որ մարգարեություն ենք անում մեծ ինչ-որ շարժերի մասին, որ անկապ կապ չունի։ Ինքը շատ ռեալ, կոնկրետ, հա, մարդկանց մխիթարություն տալ։ Երբ որ քեզ մխիթարություն են տալիս, դու հասկանում ես, չէ՞, մեկը մխիթարում է քեզ։ Երբ որ գալիս են հորդորել, դու հասկանում ես, չէ՞, հորդորում է մարդը քեզ։ Իսկն ինքը ռեալ է քեզ ազդում, չէ՞, դա ինչ-որ այտենց ժողովրդական ասած էշմի սարքի գարուն կգա վիճակը չի, չէ՞, այտենց անկապ ինչ-որ մարգարեությունը, մամատես Իրան-Իսրայել պատերազմի այդ բախումների, շատ այտենց պատերազմ չի, բախումների առումով այտենց մեկ էլ ինչ-որ մարգարեությունները ու դու նստում մտածում ես, ինձ ինչ անում դա։ Ոչինչ։ Ինձ մխիթարում է, Աստծո ժողովրդին մխիթարում է, հա, սփոփում է, հորդորում է, ռեալ ինչ ին բացասական, ընկճված, հուսահատված, հա, իրավիճակին ինչ դարման է անում ինքը, ինչ լուծում է տալի։ Եթե ոչ մի, ուրեմն ինքը մարգարեություն չի ընդհանրապես։ Որովհետև Աստված մարդկանց է խոսում։ Աստված չի խոսում իրականության մեջ։ Աստված խոսում է կոնկրետ մարդկանց, որոնք ունեն կոնկրետ խնդիրներ, կոնկրետ կարիք եւ իր խոսքը գալիս է կոնկրետ լուծում բերելով մարդկանց կոնկրետ կարիքին։ Հորդորանք, ընկճվածին, հուսահատվածին, չէ՞, մխիթարություն, ցավ, կորուստ ունեցողին, սփոփանք, նեղվածին եւ այլն, հա։ Դա կոնկրետ լուծում բերող խոսք է։ Համար երբ որ մեկը մարգարեանում է ու չգիտեմ ինչեր է տեսնում, տեսա այս ինչը, տեսա այն ինչը, ու ում ինքը փոխանցում է, իր համար դա ոչինչ չի ասում։ Ասենք մնում է հարցական, դա տեսնես ինչ է նշանակում։ Տեսա մի հատ սար, վրեն կանաչ ծաղիկ, չգիտեմ, ծառեր, կապույտ ծաղիկներ, մի մասը կապույտ էր, ու մարդը պետք է անգնի, տեսնես այդ ինչ է նշանակում։ Ոչինչ չի նշանակում։ Որտեվ Աստված չի խոսում։ Եվ որ Աստված խոսում է մարդու կարիքին, մարդը հասկանում է, որ Աստված խոսում է իրան։ Դա կարող է մի բառ լինի, բայց գալ լուծիքով այդ ցավի, խնդրի եւ այլն։ Տիրոջ մարգարեական խոսքը կոնկրետ մարդկանց, կոնկրետ իրավիճակում, կոնկրետ լուծում է բերում։ Մնացած ամենը շնչավոր մարդկային աղբ է, որ կարելի է դեն նետել։ Ու չվախենալ դրանից։ Իզուր չի, որ Պողոսը հատուկ շեշտում է այդ, հենց սկսում է այդ 14-րդ գլուխը սկսում է պարգևի մասին մարգարեության վրա շեշտելու, խոսում է իր նպատակի համար, որ դա ռեալ կոնկրետ շինություն, մխիթարություն, սփոփանք բերելու։ Մասնակի այն պատճառով, որտեղ Կորինթոսում ոմանք իրանց հոգևոր էին համարում, ոմանք իրանց մարգարե էին համարում, եւ իրանք բարձր էին մարդկանց կարիքներից, մարդկանց ցավերից, մարդկանց, չգիտեմ, խնդիրներից։ Մանավանդ Կորինթոսում, որտեղ եկեղեցու մեծ մասը ստրուկներ էին, հաստատ հետո տեսնում ենք 11-րդ գլխում դեռ հարուստներ կային, աղքատներ կային, լավ վիճակ չէր, էլի, աղքատներ մանավանդ այն ժամանակ աղքատ լինելը ավելի ահավոր էր։ Հիմա աղքատ լինելը այնքան ահավոր չի, ինչքան այն ժամանակ։ Հիմա գոնե կա սոցիալական ինչ-որ ծրագրեր եւ այլն, այն ժամանակ չկար այդ ամենը։ Աղքատությունը իրոք ծայրահեղ իրականություն էր, վատ իրականություն էր, դեռ ասած։ Եվ այդ որոշ հոգևորները, իրանց մարգարեությունները բացարձակ ոսոր չէին վերաբերվում իրանց եկեղեցու անդամների կարիքներին, ոչ հորդորում էր, ոչ մխիթարում էր, ոչ սփոփում էր։ Ու Պողոսը իրականում ոնց որ երկակի խնդիր է լուծում 14-րդ գլխում, ու դա հասկանում ենք նրանց, որ վերջում 14-րդ գլխի վերջում ինքը ասում է, եթե մեկը իրան հոգևորը համարում կամ մարգարե, թող լավ իմանա, որ սա Տիրոջ պատվերներն են, ինչ որ գրում եմ ձեզ, հա, որ կարող եք ասեք լավ Պողոսը, բայց չէ կարող, Տիրոջ չէ կարող ասել լավ Տերը, չէ, Տիրոջ ասածը պետք է հաշվի առնել։ Շատ լավ, գնանք առաջ։
նա որ մարգարեանում է։ Ձևը մարգարեության Պողոս շարունակում է նկարագրել ինչպես է մարգարեությունը լինում։ Ինչպիսի ձևով է Աստված խոսում։ Շարունակելով խոսելով լեզուների մարգարեության կամ անհասկանալի լեզվի եւ բացահայտ, հա, լեզվի տարբերության մասին Պողոս շարունակում է ասելով անծանոթ լեզվով խոսողը իր անձն է կառուցում, բայց մարգարեացողը եկեղեցին է կառուցում։ Ես կամենայի, որ բոլոր լեզուներով խոսեիք, բայց մանավանդ, որ մարգարեանաք, որտեղ ավելի մեծ է մարգարեությունը, կարելի ասել, քան լեզուներով խոսելը, կամ ավելի կարևոր է, հունարեն բառաբանական նշանակում նաև, բայց միայն թե թարգմանվի լեզուն, որպեսզի եկեղեցին շինություն լինի, որ դառնա մարգարեության նման։ Ում է եղբայրներ, եթե ձեզ մոտ գամ եւ լեզուներով խոսեմ, ինչ օգուտ կտամ ձեզ, եթե ձեր հետ չխոսեմ ու Պողոս հիմա 4 հիմնական ձև է տալիս, միջոց է տալիս, որը եկեղեցում շինություն բերող, հա, դրսևորումն է, որոնց մեջ է մարգարեությունը։ Եթե չխոսեմ հայտնությամբ կամ գիտությամբ կամ մարգարեությամբ կամ վարդապետությամբ։ 4 տարբեր ձևերով եկեղեցին շինություն է ստանում խոսքի միջոցով կամ աստվածային տենց ասած ներգործությամբ, որոնք դրսևորվում են տարբեր պարգևներով, տարբեր կոչումներով։ Օրինակ ակնհայտ է, որ մարգարեները մարգարեանում են, կամ ընդհանրապես, չէ, անդամները, որոնք մարգարեանում են։ Բայց նաև հայտնությունը կա, որը առանձնացված է մարգարեությունից։ Առաջին ասում է հայտնությունով։ Ինչ է մարգարեությունը եւ հայտնությունը իրաց տարբերությունն ինչու՞մ է։ Դուք հայտնությունը կարող է անցած տարվա հայտնությունը հիմա կիսվեք եւ դա շինություն բերի։ Բայց մարգարեությունը հիմա է Աստված խոսում։ Դա անցած տարվա, եթե դա անցած տարվա է, էլի հայտնություն է, ոչ թե մարգարեությունը միշտ հիմա թարմ է, այդպես ասած, էլի։ Ոնց որ կարելի է թթու դրանց վարունգ էլ ուտել, վարունգ է, բայց ինքը թթու անցած տարվա վարունգն է, հա, դա հայտնությունն է անցած տարվա, որ այն ժամանակ թարմ էր, մարգարեությամբ տրվեց, թարմ էր, վարունգ էր, բայց այսօր ինքը թթու դրած վարունգ է, լավ, բայց այսօրվա թարմ վարունգը ինքը մեկա, ինքը մարգարեությունն է, պատկերացիք, մյուս տարի այսօրվա թարմ վարունգը կլինի էլի թթու դրած վարունգ, կլինի անցած տարվա հայտնություն, էլի կարող է շինություն բերի, օգտակար լինի, բայց դա էլ մարգարեություն չի, մարգարեությունը այս պահին է, հիմա է, Աստված հիմա է խոսում, վաղը մյուս օրը դա արդեն երեկվա հայտնությունն է, որ տերը տվել է, պատկերացնում եք, տարբերություն զգում ենք, սա կարևոր է։ Ովքեր են հայտնությունով ծառայում, հովները, ովքեր աղոթում են, խոսք են փնտրում, կիրակի կամ ծառայությանը գալիս են եւ հայտնություն են բերում, ոչ թե այդ պահին մարգարեություն են բերում, իրենք հայտնություն են բերում, հա։ Հովների խոսքի ժամանակ շատ կլսեք, Տերը ասեց այսպես, այն անգամ մի անգամ Տերը, մի անգամ այն օրը Տերը եւ այլն։ Ու իրանք շինություն են բերում, որտեղ նախ հայտնության բուն պարունակությունը, հա, ամեն ինչ որ Տիրոջից է, շինաբեր է։ Երկրորդ օգնում է մյուսներին էլ միշտ սենց ասած բացական ունենալ, ոնց որ մոդելավորում են իրանք, որ Տերը եթե ինձ խոսելա, քեզ էլ կարող է խոսել։ Երրորդ հայտնությունը անձնական է։ Մարգարեությունը միշտ ինչ որ մեկի համար է, հայտնությունը անձնական է։ Տերը քեզ բան ասում։ Պարտադիր չի քեզ ասում եկեղեցու համար։ Մարգարեությունը ասում է, որպեսզի եկեղեցին շինություն ունենա, այսինքն հիմա Տերը տալիս է, որ հիմա մարգարեն կամ մարգարեացողը տա եկեղեցուն, եկեղեցին հիմա շինություն ստանա։ Դա մարգարեությունն է։ Բայց կարող է Տերը քեզ գիշերը տվել է, դու ունես իրան, հալելույա, մյուս օրը կիրակի գնում ես, կիսում ես, դա հայտնություն է եկեղեցու համար։ Մարգարեություն կնի, երբ որ հենց կիրակի օրը, հենց ծառայության ժամանակ, հենց այդ պահին Տերը խոսեց, հա, Տերը հայտնեց ինչ-որ բան։ Տեսիլքով կլինի, ձայնով կլինի, զգացումով կլինի, խոսքով կլինի եւ այլն։ Դա մարգարեություն է, այս պահին հիմա տրված լուծում բերելու համար։ Հայտնություն, հորդորը, չէ, կներեք, գիտելիք։
մարգարեություն, վարդապետություն։ Նո վերջինը վարդապետությունը նորից ակնհայտ է, դա վարդապետներն են, հա, որոնք ուսումնասիրել են, կարդացել են, քրքրել են, պրպտել են, մտածել են, համադրել են եւ այլն, հա, քննարկել են եւ վարդապետությունը process է անցնում։ Օրինակ Կիրակնորյա քարոզը այդ ժամանակվա այդ օրվա խոսքն է, հա, այդ օրվա համար է։ Ճիշտ ինքը նման է այն մանանային, որը հավաքում էին ուրբաթ երեկո, որպեսզի շաբաթ էլ չհավաքեին, ինքը տևում էր մի օր ավել, այդ պաշարն էր գնում էր մյուս օրը, հա, բայց ամեն օր էլ մանանա կար։ Հայտնությունը ամեն օրվա է։ Ու երբ որ հովը բերում այդ հայտնությունը, հա, Կիրակի ասենք ծառայում քարոզով, ինքը ոնց որ կարճ ժամանակի համար է։ Վարդապետությունները երկարաժամկետ արդյունք բերող բաներ են։ Իրանք մշտական, մտածելակերպ փոխող, հավատամք փոխող։ Օրինակ քարոզը Կիրակնորյա ավելի մոտիվացիոն է նաև։ Այո, ինքը ունի իր մեջ սովորելու էլեմենտներ, հա, դու նոր բան ես սովորում, նոր բան ես ճանաչում, բայց իր բուն նպատակը մոտիվացումն է քեզ նաև այդ նորը ճանաչած ապրելու կամ հինը իմացած ապրելու, հա, մղելու դրան։ Որովհետև քարոզների մեծ մասը անդադ նոր բանը չի։ Այն ինչ որ գիտեք ասում է, կրկնում եմ ձեզ, Հովհաննեսն է ասում, ու ինձ բան է, ապահոված ձեզ էլ անհրաժեշտ է, հա, շինություն է բերում։ Հա, քարոզը կարա կրկնություն լինի, բայց կրկնություն ինչի։ Ճշմարտության խոսքի, որը եկեղեցին կարիք ունի այսօր, հա։ Եվ քարոզի հայտնության նպատակը հորդորանքն է, մղումն է, մոտիվացումն է, հա, ապրելու այդ կոնկրետ ճշմարտությունը։ Դա կարող ասենք քարոզը լինի ողորմության մասին, սրբության մասին, հա, չգիտեմ, անձնական հարաբերության մասին, բայց քարոզը սահմանափակ է այդ մասով։ Վարդապետությունը շատ ավելի մեծ, ավելի երկար, ավելի շատ մանրամասնորեն պատրաստված եւ երկարաժամկետ գործող իրականություն է։ Ինքը փոխում է մեր մտածելակերպը, մեր ընկալումները, հա, անկախ նրանից ես այս պահին մոտիվացված եմ, թե չէ, ես հավատում եմ այդպես ու դա իմ կյանքի հավատամքի հիմքն է։ Թեև ինձ այսօր դա չի մղում ինչ-որ բան անելու, որ Աստված երրորդությունը ինձ չի մղում հատուկ ինչ-որ բան անելու։ Բայց ինձ օգնում է ճանաչեմ ով Աստված։ Երևի արժի ևս մի անգամ անդրադառնալ այս հարցերին, վարդապետության, հա, դոկտրինալ իմաստով մենք ունենք հավատամքներ, ճշմարտություններ, որոնք ասում ենք, կոչում ենք արյունով գրված, հա, սրանք անփոփոխ հաստատուն քրիստոնեական հավատամքներ են։ Սա մեզ քրիստոնյա դարձում, սա մեր փրկված լինելու հիմքն է, գրավականն է, հա, ճիշտ հավատամքը։ Օրթոդոքսիան կամ էլ պես ասած, հա, ճիշտ հավատամքը։ Սրանք եկեղեցու հայրերը արդեն 24 դարից հիմնավորել են նիկեական, հանգանակում, քաղաքեդոնական, առաքելական հավատամքներում, հա, եւ նաեւ այսօր ամեն քրիստոնեական քիչ թե շատ իրեն հարգող տենց ասած համայնք ունի իր հստակ վավերացված դոկտրինալ հավատամքը։ Սա բոլորս նույն ձև ենք հավատում։ Դա երրորդությունն է, Հիսուսի աստվածությունն է, մարտլիներն է, խաչն է, մահը, հարությունը, երկրորդ գալուստը, թագավորությունը, շնորհքով փրկված լինելը, եկեղեցին, հա, վերստին ծնունդը, սրանք այն հիմնային կարևոր բաներն են, որոնք չենք փոխելու, հա, կմեռնենք, բայց չենք փոխի սա, որտեղ դրա համար են կոչում արյունով գրված։ Մյուսը գրիչով գրվածներն են, որոնք մեր հարանվանական մեկնություններն են, որոնք վերաբերում են կիրառություններին, այդ դոկտրինալ ճանաչումների հիման վրա, ինչպես ենք մենք մեկնում Աստվածաշունչի, ինչպես ենք մեկնում տարբեր եկեղեցական կամ քրիստոնեական իրականություններ, որը մեզ տարբեր է անում։ Մկրտությունը դոկտրինալ է, արյունով գրված է, ով որ հավատա ու մկրտվի պիտի փրկվի, գնացեք մկրտեցեք, հա, մկրտությունը արյունով գրված է, ու նրանք ովքեր անտեսում են մկրտությունը, աղանդեն, շեղված են քրիստոնեական վարդապետությունը, տենսները կան, բայց ում մկրտել, ինչպես մկրտել, երբ մկրտել, հա, սա արդեն մեր հարանվանական տարբերություններն են։ Կան համայնքներ, որոնք մկրտում են մանկահասակ, կան համայնքներ, մենք դրանցից ենք հավատում ենք չափահաս անձի մկրտությանը։ Մենք մեկնում ենք երկու ձևով։
մենք մեկնում ենք ով որ հավատա նշանակում է պետք է հավատալու ունակություն ունենա, իրենք մեկնում են եւ մկրտվեցին ինքը իր ողջ տունը։ Իրանք էլ են ճիշտ, մենք էլ ենք ճիշտ։ Հա, մենք իրենց չենք անտեսում, իրանք մեզ չեն անտեսում։ Մենք տարբեր ենք այս հարցում, բայց մեկ ենք մկրտության հարցում, հա։ Սա օրինակ է։ Եվ երրորդը մատիտով գրվածներն է, սա մեր համայնքային առանձնահատկություններն են, վերաբերում են մեր անձնական եկեղեցական ծառայության փիլիսոփայություններին, ավելի շատ գալիս են մեկնված ենթադրված հատվածներից, հա, ինչպես մենք մոտեցումներ ունենք կախված տվյալ կամ այլ իրականության ենթադրված մեկնության։ Ինչ եմ ասում ենթադրված, օրինակ նույն մկրտության օրինակ ես շատ եմ սիրում, որտեղ ամենա դենց ակնհայտ օրինակն է, կարող եք լսել, որ այս օրինակն եմ վերում։ Բուն մկրտություն բառը բապտիսո նշանակում է ընկղմում, չէ՞։ Սա հուշում է մեզ լրիվ ջրի ընկղմում, բայց ոչ միտեղ չեք տեսնի պատվեր լրիվ մցրեք ջրի մեջ, չէ՞։ Մենք ենթադրում ենք, որ մկրտում էին լրիվ ջրի մեջ ընկղմում, որտեղ բապտիզմո բառը մկրտում, բայց չկա դրա պատվերը կամ նկարագիրը այդ իմաստով։ Օրինակ Սամարիայում, որտեղ չկան գետեր, հաստատ ընկղում չէին անում, երևի մի բաժակ ջուր էին լցնում վրան, կարող որ ջուր կար, հա, ջրի հոս կար, ջրի ներկայություն կար։ Հիմա սա մենք ենթադրում ենք այդպես ասած, օրինակ մեր համայնքի բաներից մեկը, մոտեցումներից մեկը նաև սա է, որ եթե չկա հոսող կամ քաղցրամ ջրի արկայություն, որևէ ջրի արկայությունը ըստ պարագայի անհրաժեշտության բավարար է մկրտությունը վավերացված համարելու համար, հա։ Ունենք օրինակ անդամալույցներ, որոնց հնարավոր չի տանել ջրի մոտ, մկրտել ենք իրենց, ասենք, բանում, լոգարանում, հա, կամ անապատային տեղերում, որտեղ ընդհանրապես ջուր չի եղել, ինչ որ մի փոքրիկ ջրի ներկայությունն է եղել, հա, ինչպես օրինակ Սամարիայում էր։ Այնպես որ սա չի կարևորը, սա կարևոր է մեզ համար, հա, բայց մենք սրանցով այս մատիտով գրվածներով չենք գնում կռիվանում ուրիշներին սխալ հանում մեզ ճիշտ։ Okay։ Մենք ասում ենք մենք էսպես ենք։ Շատ լավ է, դուք այդպես եք, ուրախ ենք ձեր համար։ Մենք էսպես ենք, ուրախ եղեք մեր հետ մեր համար, հա։ Նաև մատիտով գրվածները իրանք հեշտ ջնջվող, հեշտ փոխվող բաներն են, որ իրանք իրականում պետքա պարբերաբար վերանայվեն ու ըստ պարագայի ըստ անհրաժեշտության հնարավոր լինի փոխելու։ Ուզում եմ անմիջում անենք, կարծում եմ անմիջման լավ հարմար առիթ է, մի փոքր հանգստանանք, վերադառնանք լայվին նորից։